ուրախ ես այսօր։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Գիտեք, Աստված մեզ ուրախության յուղով օծում է ամեն օր։ Չնայած դրան, որ մենք անցնում ենք դժվար ճանապարհներով, ուրախ ճանապարհներով, հեշտ ճանապարհներով, Աստված գալիս է մեզ հետ, մեր Տեր Հիսուս Քրիստոսը ամեն մի ճանապարհի этап։ Ամեն։ Երբեք նա քո ձեռքից բաց չի թողում։ Երբեք Աստված քեզ չի թողում։ Դրա համար մենք պետք է ունենանք այսօր եղբայրներս հավատքից, ասում ես ինչ լավ են ասում հավատքից։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Պետք է մենք ունենանք հավատք, որը որ շարժվում է մեր Տիրոջ հետ։ Ամեն։ Իհարկե, մեր Աստված հավատքի Աստված, այդպես չի։ Հիսուսը հավատքի Աստված է եւ յուրաքանչյուրիցս Հիսուսն ուզում է, ասենք ասենք, պահանջում է հավատք։ Ամեն։ Ես այսօր պետք է խոսամ հավատքից, ես այսօր պետք է ուզում եմ կիսվել չմերժվող հավատքից։ Ոչ թե հավատքից, այլ որ քո հավատքը չի մերժվում։ Ինչ է նշանակում, երբ որ Աստված չի մերժում քո հավատքը։ Դա շատ կարևոր բան է, որ դու իմանաս, որպեսզի դու շարժվես հավատքի ճանապարհներով։ Գիտես, ամեն բան մենք կարող ենք հեշտացնել կամ դժվարացնել, բայց երբ որ մենք գնում ենք հավատքի ճանապարհներով, իմացիր, Աստված 100% քո հետ է։ Ամեն։ Ալելույա։ Եվ այսպես, ես պետք է խոսամ մի հատ կնոջ համար, որ այս կինը մեզանից ավելի բարձր էր գոչում, այսինքն աղաղակում։ Ես շատ ուրախացա, ասում ինչ լավ բարձր աղաղակել է Հիսուսի ետևից։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, այդ կնոջ շնչի մեջ ցավ կար, դուշայի մեջ, բայց նրա սրտի մեջ կար ճշմարիտ հավատք։ Գիտես, ինչքան էլ որ քո մեջ ցավ լինի, դա չպետք է ազդի քո հավատքի վրա։ Քո շնչի ցավը չպետք է ազդի քո սրտի հոգու հավատքի վրա։ Ամեն։ Ալելույա։ Եվ այսպես, այս պատմության մեջ սա քանանացի կնոջ համար, ով գիտի ով է ճանաչում քանանացի կնոջը։ Օ, ինչ քիչ մարդիկ։ Շլավ, փառքաս, լավ, կճանաչենք, փառք Հիսուսին։ Այս պատմության մեջ կա հավատք, դա Մատթեոս ավետարանի 15-րդ գլխում է, 21 խոսքից մինչև 28-ը։ Այս կնոջ, երբ որ մենք կարդում ենք այս պատմությունը, մենք տեսնում ենք ոչ թե միայն հավատք, տեսնում ենք հնազանդություն, խոնարհություն եւ երկրպագություն։ Ճշմարիտ հավատքի մեջ կա հնազանդություն, խոնարհություն եւ երկրպագություն։ Մենք չենք կարող օդի մեջ ասել, կա, չէ՞ մեկ ասում ես հավատքով վերցրել եմ։ Բայց երբ որ նայում ես այդ մարդու ճանապարհը, ոչ մի բան չկա այդ հավատքի մեջ։ Նույնիսկ ինքը ասում խոսնել չի ասում, որ այ խոսքը սենց է ասում, ես հիմնվեցի այս խոսքի վրա։ Գիտես, մենք չենք հիմնվում փուչ հավատքի վրա։ Մենք հիմնվում ենք հավատքի վրա, որը որ գործում է, որը որ շարժվում է, որը որ տեսնում է Աստծուց պատասխան։ Ես այդ հավատքից եմ այսօր խոսում։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ուրեմն այսպես, այս կինը, որի մասին որ ուզում եմ ասեմ, մի քանի բան ասեմ, նրա մասին նոր հետո կկարդանք տեղերը։ Այս կինը հրեա չէր, ընդհանրապես մեր Տիրոջ մարմնավորապես ազգից չէր, նա հեթանոս էր, նա հույն էր։ Աստուխոսն ասում է, որ նա հեթանոս էր։ Եվ նա գիտեր Հիսուսի մասին, ինչի համար եմ ասում, որովհետև նա Հիսուսին դիմեց, երբ որ տեսավ, ասեց. Հիսուս Դավթի որդի։ Նա ինքը հեթանոս էր, բայց նա գիտեր ով էր Հիսուս Քրիստոսը։ Շատ կարևոր է, որ մենք իմանանք ով է Հիսուս Քրիստոսը։ Իհարկե մենք հիմա հեթանոս չենք, Աստծո ընտրյալ ժողովուրդն ենք, Աստծո եկեղեցին ենք, նոր արարած ենք, հարս եկեղեցի ենք, բայց շատ կարևոր է, որ մենք իմանանք այդ Դավթի որդու մասին, շատ կարևոր է, գիտեք, իմանալու, ճանաչելու, ումից ենք հավատք ստանում եւ ով է հանդիսանում մեր հավատքի զորագլուխը։ Ամեն։ Ալելույա։ Եվ այսպես, երբ որ մենք կարդում ենք այս պատմությունը, որ տեղերը որ ես ասեցի, այս պատմության կողքով նայում ենք,
մարդկանց գաղափարներով, գաղափարով ենք նայում։ Մեզ թվում է, որ Տիրոջ խոսքերը այդ կնոջը ոչ մի հույս չեն տալիս հավատքի մեջ։ Երբեմն մեզ է տենց թվում մեր կյանքում, երբ որ մենք անցնում ենք հավատքի ճանապարհ, մեզ թվում է, թե հույս չկա դրան։ Եղել է տենց բան, իմ կյանքում եղել է։ Բայց ես ասեմ ձեզ, կա հույս։ Եվ առավել ասեմ, հույսը չի ամաչում։ Երբ որ իրոք մեր կյանքի մեջ կա հույս, դա շատ կարևոր բան է, հույս։ Ես հույս ունեմ, որ իմ հավատքը գործող հավատք է, որ իմ հավատքը կտեսնի պատասխան։ Երբեք հավատքի ճանապարհ անցնելուց քո զենքերը չդնես։ Ես խորհուրդ եմ տալիս քեզ, որովհետև գալու ես հետ նորից սկսես։ Այնքան ես գալու հետ նորից սկսես, որ դու կարողանաս գնաս այդ ճանապարհը։ Ամեն։ Որ նայում ենք, տեսնում ենք, որ սրա աղջկա բժշկության ընդհանրապես ոչ հույս կար, ոչ էլ ոչ մի բան։ Տեսնելով մեր Տիրոջ, ոնց ասեմ, պավիդենիա չեմ ուզում ասեմ, տեսնելով մեր Տիրոջ աշխատանքը, արարողությունը, այդ պահին այդ կնոջ հետ, որովհետև շատ ստրոգի բաներ էր Տերն անում այդտեղ։ Երբեմն մեր կյանքում մենք այդպես հանդիպում ենք մեր Տիրոջը ու ասում ենք, Տեր, ինչ ես լռում մեր կյանքում։ Տեր, ինչ ես խոսք ասեցիր ինձ, Տեր։ Ինչի համար դու սա ասեցիր։ Ես ձեզ ասեմ ինչի համար։ Կարդալով այս կնոջ ճշմարիտ պատմություն, Աստված մեր հավատքը բարձրացնում է։ Երբեք մի նեղացիր Տիրոջից, երբեք դադար մի տուր քո ճանապարհներում ճանաչել եւ հավատալ Տիրոջը։ Ամեն, որովհետեւ եթե մենք հավատում ենք, եթե գնում ենք, այսօր եղբոր հետ խոսում ենք, առավոտյան ասում է, գիտես, այս ճանապարհը, որ ես անցնում եի, էտապ էի անցնում։ Ես հասկացա, որ այդ էտապների մեջ ու շատ դժվարություն էի ասում, ես անցնում այս էտապների մեջ։ Բայց ես ձեզ ասեմ մի բան, այդ դժվար էտապների մեջ Աստված բարձրացնում էր մեր եղբոր հավատքը։ Ինչի համար? Որ հավատքը տեսնի պատասխան։ Դուք հավատում եք, որ իրոք հավատքը տեսնում է պատասխան։ Իհարկե, ամեն։ Գիտես, շատ հարցերում, երբ որ մենք խոսում ենք, շփվում ենք մարդկանց հետ, հավատքի մարդկանց նկատի ունեմ, եկեղեցու մարդկանց հետ, տեսնում ես, գիտես ոնց, հավատքից ոչ մի բան չեն խոսում, ասում են, դեսի ես կունենամ, էսի կտա Աստված ինձ, բայց բուն հավատքի համար, որ ես գնում եմ հավատքի ճանապարհ, ես հավատում եմ, ես գիտեմ, այդ հիմա շատ մի քիչ պակասել է։ Ես ուզում եմ, որ բոլորդ ձեր հավատքի լապտերները այսօր յուղ լցնեք։ Թարմը յուղ գա ձեր հավատքի լապտերների մեջ։ Ինչի համար? Որովհետև Հիսուս Քրիստոսը իրոք նա հավատքի զորագլուխը ու նա սպասում է քո հավատքին։ Ինչի? Որ կատարի ու փառավորվի։ Մենք հավատալով մեր Տիրոջը կատարում ենք նրա ուզածը ու փառավորում ենք նրան։ Հասկանում եք, դու նրան գործի չես դնում, նա հավատքի Աստված է, նա արդեն գործի մեջ է, բայց դրանով նա ուրախանում է։ Դրանով նա գիտեք ինչ անում, դա փառավորվում է քո կյանքում։ Ես ուզում եմ, որ այսօր դու հասկանաս, որ իրոք քեզ պետք է հավատքի ճանապարհը շարունակել։ Ամեն։ Հալելույա։ Եվ այսպես, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, այս կինը ինչ էր անում այս պատմության մեջ։ Նա շարունակում էր խնդրել, հավատալ, նույնիսկ այն ժամանակ, երբ որ Տերը վիրավորում էր նրան։ Մենք կկարդանք հիմա էտապներով, թե ինչ արեց Տերը այս կնոջ գլուխը, որպեսզի այս կնոջ հավատքը բարձրանար, որպեսզի այս կինը հավատքով վերցներ, որպեսզի այդ բժշկությունը, իր աղջկա դեվահարությունը հավատքով վերցներ։ Իսկ քանիսն ենք մենք ճանապարհից հոգնում, ճանապարհում հոգնում ու չենք գնում առաջ, որպեսզի ստանանք մեր հավատքի զորավոր պատասխանը։ Որովհետև դա այսօրվա դրությամբ շատ ակտուալնի բան է, որ դու կստանաս քո հավատքի պատասխանը 100%-ով։ Ես ասում եմ 100%-ով։ Գիտեք ինչի համար? Որտև 100%-ով Աստված քո հավատքի զորագլուխն է։ Դրա համար դու կստանաս 100%-ով։ Եվ այսպես, այս կնոջ հավատքը, երբ որ ես ասում այս կնոջ հավատքը, խնդրում եմ դու քեզ դիր այս կնոջ տեղը, քո անունը։
Այս կնոջ հավատքը պետք է անցներ ջրերի, կրակների, քամիների միջով։ Այսինքն պետք է փորձվեր նրա հավատքը։ Եվ մեր հավատքը փորձվում է։ Յուրաքանչյուրը չեք նկատել, երբ որ մի բանը հավատքով ես վերցնում, ասում ես, ես ինչ դժվարություններ եկավ այ մարդ սրա վրա։ Քանի հավատքով չի վերցրել, գնում է էլի հանգիստ։ Քո հավատքը փորձվում է, սիրելիս։ Ես ուզում եմ, որ դու այդ պահերին հիշես ու ամրապնդվես։ Ոչ թե ասես չի ստացվում, այլ ասես այո, ես անցնում եմ մի հատ հետաքրքիր ճանապարհ իմ հավատքի մեջ, որ իմ հավատքը փորձվում է։ Ամեն փորձվելու ժամանակ Աստված քեզ տալիս է ուժ։ Նա շատացնում է քո հավատքի ուժը, որ դու առաջ գնաս։ Ամեն։ Գիտեք, այս բաները ինչքան կարևոր է, որ մենք իմանանք։ Երբ որ գալիս է պահը, որպեսզի սատանան չկարողանա ոչ մի կլիվի տա բերի Աստծու վրա։ Տես, քո հավատքը չի գործում։ Տես, դու հավատքով ես վերցրել։ Նույնիսկ խոսք ես ստացել ասում, բայց քո հավատքը չի գործում։ Ոչ։ Դու անցնում ես փորձառություն եւ փորձություն քո հավատքի մեջ։ Ուղղակի անցնում ես քո էտապների մեջ։ Ամեն։ Ալելույա։ Գիտեք, մի բան եմ ուզում ասեմ, բժշկությունը շատ կարևոր բան է։ Այս վերջերս ես մտածում եմ ու հասկացա, շատ կարևոր բան է բժշկությունը, եւ մեր մարմնի բժշկությունը, եւ մեր շնչի բժշկությունը, եւ մեր հոգու բժշկությունը շատ կարևոր բան է մեր կյանքում։ Բայց դրա համար ինչ պետք է անենք։ Մենք պետք է բաց թողենք մեր հավատքը եւ մոտենանք Հիսուս Քրիստոսին։ Երբեք մի պարտվիր, երբեք մի ասա, 1000 անգամ աղոթել եմ, էլի հավատա, էլի շարժվի, Աստված տանում է քեզ առաջ, Աստված ուզում է, որ քո քայլերը լինեն հավատքի քայլեր, որովհետև դու ունես մի հատ զորագլուխ, այսինքն զորավոր գլուխ, զորավոր մի հատ մեծ գլուխ կա, որ դու անցնում ես իր հետ, Հիսուս Քրիստոսի հետ, հալելույա։ Եվ այսպես, Մարկոս ավետարան, որովհետև համ Մարկոսի մեջ է գրում, համ Մաթեոսի մեջ է գրում այս կնոջ մասին, ես ուզում եմ համ ընտեղից կարդամ, համ էլ այնտեղից, Մարկոս ավետարան 7:24, և այստեղից վեր կացավ, և եկավ, Հիսուսի մասին է խոսքը, և եկավ Տիրոսի և Սիդոնի սահմանները, և տուն, որ մտավ, չեր ուզում, որ մեկն իմանա, բայց չկարողացավ ծածկվել։ Գիտեք, Հիսուսը մարմնով մեր նման մարդեր ինքը հանգիստել էր ուզում։ Այսպես ասած ինքը եկավ այս սահմանները, մտավ մի տուն, ուզում էր ծածկվել, պաղկվեր, հա, սենց ասենք։ Հատյա մեր Աստվածը պաղկվող Աստված չի։ Եթե ինչ որ տեղ էլ քեզնից պաղկված է, քո հավատքով ինքը դուրս կգա այդ տեղից։ Եվ եկու այստեղ ինքը ծածկված էր, չէր ուզում, որ ոչ ոք իմանար։ Բայց արի ու տես, հավատքը գալիս է ու գտնում է մեր Տիրոջը միշտ։ Քո հավատքը միշտ կգտնի մեր Տիրոջը։ Աստված պատասխանում է ճշմարիտ հավատքին։ Նա չի ծածկվի քեզանից, որովհետև նա գիտի, որ այդ հավատքի մեջ ինքը պետք է փառավորվի եւ դու պետք է հաղթանակ ստանաս։ Հաղթանակ, ասա հաղթանակ։ Հավատքի մեջ կա հաղթանակ եւ փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Եվ այսպես, նա չկարողացավ ծածկվել, որովհետև իր սրտի մեջ տեսնում էր ճշմարիտ հավատքի ձայնը։ Նա հասկանում էր, նա լսում էր, որ այստեղ կա մեկը, որն ունի ճշմարիտ հավատք, դրա համար ես չեմ կարող էլի հանգստանալ, ես չեմ կարող էլի ծածկվել, ես եկել եմ ստեղ մի կերպ հանգստանալու, բայց ես տեսնում եմ, որ ինչ որ մի կին, հեթանոս կին, որը որ իմ ազգից չի, նրա սրտի մեջ կա ճշմարիտ հավատք։ Եվ ես պետք է դուրս գամ իմ թաքստոցից, ես պետք է գնամ, որպեսզի կարողանամ այդ հավատքը ընդունել, այդ հավատքին պատասխանել իմ բժշկությունով, ես պետք է գնամ, որովհետև իմ ազգի մեջ նույնպես սենց հավատք չգտա։ Հալելույա, բայց քո մեջ կա այդ հավատքը, իմ մեջ կա այդ հավատքը, մենք ունենք Աստծո հավատքը։ Գիտեք ինչ է նշանակում Հիսուսը, երբ որ ասեց, ունեցեք Տիրոջ հավատքը, նշանակում է ուղղակի հավատացեք Աստծուն։ Ուղղակի հավատացեք Տիրոջը եւ նրա խոսքին։
Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հալելույա։ Նա տեսնում էր այս կնոջ մեջ ճշմարիտ հավատք։ Իրոք տեսնում էր հավատք, որին ինքը պետք է կարողանար պատասխանել, որը որ նա չէր գտել իր ժողովրդի մեջ, ասեցինք, որ նա իրոք չէր գտել իր ժողովրդի մեջ։ Ահա ինչ կարող է անել այսօր քո եւ իմ հավատքը Տիրոջ խոսքի Տիրոջ մեջ։ Նոր եղբայրն ասեց, որ եւ ով որ կանչի Հիսուսի անունը կփրկվի։ Ես էլ ուզում եմ մի բան ավելացնել, եւ ով որ հավատա ու կանչի Հիսուսի անունը կփրկվի 100%-ով։ Անպայման քո հավատքը այսօր պետք է քո Տիրոջը։ Ամեն։ Գիտեք, մեկ ներողություն եմ խնդրում, ես ինձ եմ ասում, ինձ, ոչ ոք դուք ավելի զորավոր եք հավատքով։ Մեկ ես ինձ ասում եմ, ինչ ես նվնվում։ Հավատա, գնա շարժվիր։ Քանի 100 անգամներ դու տեսել ես Աստծո ձեռքը, քանի 100 անգամներ դու տեսել ես, որ քո հավատքը շարժվում է, քանի անգամներ տեսել ես, որ Աստված գերբնային ձևով պատասխանում է քեզ, քանի անգամ մենք տեսել ենք Տիրոջ զորությունը մեր հավատքի մեջ։ Էլի կտեսնենք։ Քանի հավատում ես, կտեսնես։ Քանի հավատում ես, կօրհնվես։ Քանի հավատում ես, կբժշկվես։ Քանի հավատում ես, կգաս ու ազատությունը քո մեջ։ Քանի հավատում ենք, իսկ ինչքան պետք է հավատանք մինչև մեր կյանքի վերջը։ Հələ երկին գնալուց էլ ասենք հավատքով գալիս ենք քո մոտ Տեր։ Մոտ։ Էդի մեր հավատքի վախճանը կլինի։ Մեկ ասում են, ինչքան կարելի ասում, լսի ուրախացի, որ դա հավատքը մի զորավոր բան է, որ դու կարող ես ամեն օր հավատալ։ Լավ, գոնե ոչ ոքի չես խղճում, քեզ խղճա, հավատա։ Ամեն։ Ես ուզում եմ, որ դուք հավատաք, ծնողներ։ Ես ուզում եմ, որ դուք չդադարացնեք ձեր աղոթքներն ու հավատքը ձեր երեխեքի համար։ Կանայք, ես ուզում եմ, որ դուք չդադարացնեք ձեր հավատքը ձեր տղամարդկանց համար։ Տղամարդիկ, ես ուզում եմ, որ դուք հավատաք ձեր կանանց, ձեր ընտանիքների, ձեր եկեղեցու համար։ Հավատքը տեսնում է պատասխան։ Ամեն։ Հալելույա։ Դա այդքան էլ նշանակություն չունի, թե դու ինչ ճանապարհներով ես գնում։ Ամեն։ Նշանակություն ունի, որ դու հավատում ես այդ ճանապարհներում քո, այդ դժվարությունների մեջ, դու չես դադարում դավանել Տիրոջ խոսքը, դու չես դադարում փառաբանել Աստծուն, դու չես դադարում գովաբանել Տիրոջը, դու չես դադարում հավատալ, որովհետև դու ունես չմերժված հավատք։ Ասա չմերժված, որ ինքը քեզ չի մերժի երբեք քո հավատքի մեջ։ Ամեն։ Հալելույա։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Մատթեոս ավետարան 15:23։ Այսինքն եկեք Մարկոսը կարդանք, որովհետև նրա համար լսեց մի կին, որի աղջիկը պիղծ ոգի ուներ, եկավ նրա ոտքերին, առաջին ընկավ եւ աղաչում էր նրան, որ դևն իր աղջկանից դուրս հանի։ Նայեք ինչ արեց այս կինը։ Լսեց Հիսուսի մասին, տոյս խոսքը, սենց ասենք։ Նա արեց քայլեր, նա պրոստը չվերցրեց, խոսքը ու նստեր, նա գնաց Հիսուսի մոտ, նա ընկավ նրա ոտքերը, ինչի համար, որպեսզի ստանար իր հավատքի պատասխանը։ Նա ընկել էր Հիսուսի ոտքերին եւ նայեք, երբ որ մենք կարդանք, Հիսուսը լռում է։ Շատ հետաքրքիր է մեր Տիրոջ շարժը, աշխատանքը, բայց ես ձեզ ասեմ, որ Տերը յուրաքանչյուրիս հետ գործում է տարբեր ճանապարհներով, բայց հավատքի, խոսքի ճանապարհներով։ Ամեն։ Եվ նայեք ինչ հետաքրքիր բան կատարվեց։ 15:23 Մատթեոս ավետարան։ Մենք կարդացինք Մարկոսի 7:24 եւ կարդացինք Մարկոսի 7:25։ Հիմա կարդում ենք Մատթեոս ավետարան 15:23 եւ նա նրան մի խոսք պատասխան չտվեց։ Սիրելի Աստծո ժողովուրդ, երբ որ դու ճանապարհ ես գնում հավատքի, շատ հնարավոր է, որ այդ պահին Աստված կլռի։ Դու մի լռիր։ Դու շարունակիր քո ճանապարհը։
Դու գնա առաջ։ Թող քո սիրտը չլռի մեր Տիրոջ մոտ։ Աստված իր լռության պահին մեծ աշխատանքներ է կատարում մեր հետ, մեր հավատքի հետ։ Բացի դա, որ մենք պետք է ստանանք Տիրոջից վերջում, նա մեր հավատքի հետ աշխատում է այդ պահերին։ Հասկանում եք։ Մի լռիր Տիրոջ մոտ։ Փառաբանիր, խոնարհվիր, երկրպագիր, որովհետև Տերը ժամանակավորապես լռել գիտի։ Ամեն։ Եվ այսպես, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, բայց անձամբ Տերը ասել է, հիշում եք Երեմիայի գրքում ինչ ասեց 29:11, որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորում եմ ձեր մասին, ասում է Տերը, խաղաղության խորհուրդներ եւ ոչ թե չարության։ Իր լռության մեջ ինքը խորհում է, խաղաղության խորհուրդներ։ Այս են բանա, որ գիտես ինչ, սատանան կարող է միտք բերի, տեսնում ես Աստված քեզ չի պատասխանում։ Աստված չի ուզում քո ձայնը լսել, ոչ։ Այս այն մոմենտն է, որ դու կարող ես ասել, Աստված իմ համար ունի խաղաղության խորհուրդներ, ոչ թե չարության, որովհետև նա իրոք մեր հանդեպ սիրո, բարի, օրհնված, ուժի, զորության Աստված է։ Մենք պետք է կարողանանք ընդունենք։ Հասկանում ես, հավատքի մեջ մենք պետք է կարողանանք ընդունել մեր հավատքի մեջ Աստծո ամբողջ գործողությունները, դա կամրապնդի շատ ուժեղ քո հավատքը։ Դու այդ պահին կասես ոչ, այս լռության պահին Աստված իմ համար ունի բարության խորհուրդներ, որ ինձ տա հույսն ու ապագան։ Ես հավատում եմ Տեր, դու գիտես ինչքան այդ իրան դուր գալիս։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Փառք Աստծուն։ Երբեք մի դադարացրու քո հույսը սпасելու եւ ստանալու քո հավատքի հաղթանակը Տիրոջով։ Եբրայացիներից 12:2-ում ասում է, այս լավ խոսքերը ես շատ եմ սիրում, բացի ամեն օր ես սա օգտագործում եմ։ Մտիկ տանք հավատքի զորագլխին եւ կատարողին, մի հատ ասենք կատարողին, հավատքի զորագլխին եւ մեր հավատքը կատարողին Հիսուս Քրիստոսին։ Նայեք ինչքան հարուստ է մեր հավատքը Տիրոջով։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա, եւ երբեք չդադարեցնենք մեր աղոթքները եւ շարունակենք հավատալ։ Գիտեք ինչ էր անում այս կինը, երբ որ Հիսուսը լռեց։ Այս կինը ավելի էր ջերմեռանդ, գոչում Տիրոջը, ավելի հաստատ, ավելի ամրապնդվում էր, ես տեսնում եմ իր հավատքի մեջ, երբեք այս կինը չթուլացավ, երբեք ես նույնիսկ մտածում եմ, ասում եմ, Հիսուս, եթե մի բանով դու իր վերցնեիր իր գլխին հարված էիր այդ մոմենտին, ասեիր, գնա ստեղից, ինքը չէր գնա։ Ինքը չէր գնա։ Ինքը կասեր մի հատ նենց բան Հիսուսին, հավատքի խոսք, որ Հիսուսը կհասկանար, ոչ, սրա հավատքը չի կարելի մերժել։ Սրա հավատքը, սրա պատասխանը ես պետք է տամ, որովհետև այս կինը կպած է ինձ հավատքով, որովհետև այս կինը հավատում է ինձ, որովհետև այս կինը գնում է ամեն մի դժվարության հավատքի էտապներ եւ չի հոգնում, ավելի շատ է ուժովանում։ Ամեն։ Այո, գնալով հավատքի ճանապարհը եւ աղոթքների մեջ ջերմեռանդ աղոթելն ու հավատքի մեջ կանգնելը դա քեզ ուժ է տալիս, լսում ես։ Ինչու համար ենք մենք թուլանում, որովհետև մենք թողում ենք։ Ինչ որ մի բան թողում ենք մեր կյանքում, բայց չպետք է մենք թուլանանք, մենք պետք է գնանք առաջ։ Այս կինը մեր համար լավ մեծ օրինակ է, որտեղ նա ընդունել էր իր սրտի մեջ, որ ես մինչև վերջ պետք է գնամ։ Նայեք ինչ հետաքրքիր է, չէ՞ որ մարդ մինչև վերջ գնում է։ Փաստորեն մինչև վերջ գնացողները իրանց հավատքի պատասխանները ստանում են։ Հալելույա։ Ամեն։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Եվ մենք պետք է այս էտապները անցնենք։ Բայց կա մի հատ թշնամի, այս պահին պանիկա։ Ես չգիտեմ հայերենով պանիկան ոնց է։ Հա, տագնապ, խուճապ, տագնապ, ոչ ամեն ինչ։ Այս պանիկայի մեջ մենք չպետք է անգնենք։ Որովհետև գիտեք ինչ, կա սատանա, որ ինքը գիտի, որ դու հավատքի պահերը անցնում ես, այս պանիկան, շատերը գիտես սկզբից վերջում են, մենք հավատում ենք, հետո տնում ենք այդ մարդը պանիկայի մեջ է անգած։ Հասկանում ես ոնց, եկել է այդ դուխը, եկել է այդի։ Ու այդ մարդը ընդունել է, չի ասել ես չեմ ընդունում,
Ես հրաժարվում եմ քեզանից։ Դաժե եթե ես հիմա չստացա, ես գիտեմ, որ ես կստանամ։ Այդ պանիկան չպետք է, լսում եք, ասու ժողովուրդ, այդ պանիկան մենք չպետք է ընդունենք, որովհետև դա մեր հավատքի թշնամին է։ Մենք կարող ենք հասկանում ես այդտեղ կանգ առնել, որովհետև վերջ, նա սկսում է մեր շունչը հիվանդացնել ներսից այդ պանիկան, այդ ոգին։ Մենք չպետք է ընդունենք այդ պանիկայի ոգին, ինչ էլ որ լինի մեր հավատքի ճանապարհներում։ Ամեն։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Մի փոքր բան եմ ուզում պատմել իմ մասին։ Երբ որ ես անցա մի անգամ հավատքի ճանապարհ, դա իմ դոկումենտների հետ կապված էր, գիտեք, հայերս աղ գիտեն դոկումենտ թղթեր հավաքել, եկա ահագին բաներ անել, գնալ Հայաստանից բերել, լրացնել, սա, այդ ուզում եմ ասեմ, այս ամեն ինչը հավատքով անում ենք։ Եվ ես երբ որ պետք է այդ գրանցումա, չէ՞։ Գրանցման ճանապարհն եմ անցնում հավատքով, վերցրել եմ տնային խմբակում, ես ասում եմ, որ ես հավատում եմ, դե կտեսնեք եւ այլն։ Լավ է, այդ սաղ լավ է, բայց այդ ճանապարհը պետք է անցնես։ Գնում եմ, դոկումենտներս ուրախ, ռուսերեն չգիտեմ, ինչպես միշտ մեր արայք եղբայրը մալադեց, ինձ ասում է, քո մոտ ամեն ինչ կստացվի, գնա։ Հետս մարդ չկա, եւ փառք Հիսուս Քրիստոսին, գիտես, ես տենց սովորեցի հավատալ։ Ես տենց սովորեցի իմ հույսը պոլնեսու դնել Աստծո վրա։ Գնացել եմ, ոչ մի շատ վատ խոսում եմ ռուսերեն լեզուն։ Ամեն ինչը խառնած։ Ու գնացել եմ այդ ընթացքում մի հատ կազակների խումբ էր, սենց նստած, սենց մեծ բեղերով, սենց աչքերով, ու ես պետք է տեղ իմ հավատքը ցույց տամ։ Վերեցի դոկումենտներս դրեցի, ինչ հարցնում եմ կամ ասում եմ դա, կամ ասում եմ նիետ։ Նայում եմ այդ իրանց դեմքին, վերջում ասեցին ատկազ, զ վերջում։ Խփեցին ատկազ, возвращение родину։ Գիտես, բոլոր քաղաքները Աստծո ձեռքերի մեջ է, մեզ ոչ ոք իրավունք չունի ատկազանի։ Եթե ինչ-որ մեկը մեր Տերը ատկազ չի անում, մեզ ոչ ոք իրավունք չունի։ Ես այդ ատկազը վերցրել եմ, այդ սաղ դոկումենտները, այդ հավաքած, դուրս եմ եկել, դուրս կանգնել եմ, ես չգիտեմ, մի հատ, գիտես ինչ է ուզում անեմ, մի հատ լավ գոռայի։ Ես կանգնեցի, սրբեցի իմ արցունքները, ինձ հավաքեցի իմ ձեռքը, ասի, Տեր, այս ատկազը քեզ եմ բարձրացնում։ Ինձ հաղթել չի լինի, որովհետև դու իմ հետ ես, Տեր։ Ես հավատում եմ իմ Աստված, այս ատկազով էլ խնդրում եմ, որ դու անես ամեն բան, ինչը որ կա իմ հավատքի մեջ։ Մենք փող չունենք, որտեղ իրոք մենք փող չենք ունեցել։ Այդ այն ժամանակում եմ ես գրանցվել, երբ որ մեր մեծերը, հետո մի մեծի հետ ծանոթացա, ասեց, գիտես, որ ֆամիլիայան ընդհանրապես չգրանցել ես քաղաքում, ինչքան էլ որ ճամպրուկով գումար կուզեն։ Չգրանցել, ոյ ասի Տեր ջան, ես ինչ լավ ժամանակ եմ ես, կակրաս իմ հավատքը անցնում էր փորձությունների միջով։ Ու ես ասեցի Տեր, ես ուզում եմ հասկանամ, տենամ էլի որ քո հավատքը գործում է իմ մեջ։ Ես ուզում եմ տենամ, Աստվածաշունչն ասում է այդքան կարդում եմ, բա ես եմ քարոզում հավատքից։ Ես ուզում եմ տեսնեմ, որ իրոք այդ հավատքը Աստվածաշնչի մեջի քեզանից եկած, էդի գործում է։ Ոչ մի կոպեկ, ոչ մի բան, անկեղծ եմ ասում, այսի չեմ ասում, որ ինչ-որ մի չկա իմ սրտի մեջ, ինչ-որ մի փառավորություն, գլուխ գովալ, եթերներ նավերնը 29 տարի առաջ հակլներ։ Բայց հիմա չկա իրոք։ Ես տեսա, որ Աստված գործում է հավատքով։ Գիտեք, ես մենակ էի, ես ռուսերեն լեզու չգիտեի, ես անցնում էի դժվար էտապները, բայց ես չէի կոտրվում։ Ես ասում եմ Տեր, ես հավատում եմ, որովհետև ցիմբոլի խոսք էր տվել Աստված ինձ։ Ինձ է պատկանում ամեն մի իշխանություն երկնքում եւ երկրից վրա։ Այդ խոսքը, հիշում ես, չէ՞, այդ խոսքը բացում էր բոլոր դռները իմ համար։ Եվ հետո գիտեք իտոգում ինչ եղավ։ Մի հատ, հիմա ինքը գեներալ է, մի հատ լավ կնոջ հետ ծանոթացրեց արդեն Աստված ինձ, որ ինձ օգներ։ Դրած էր այդ կինը իմ կողքը։ Ոչ մի կոպեկով, ուղղակի ես իրան ասում եմ, որ ես հավատացյալ եմ ու ձեզ համար կաղոթեմ, ու իրոք աղոթել եմ։ Ոչ մի բան ուրիշ, Աստված տանում էր առաջին չի համար, որովհետև ես չուզեցա այդ պարտության, պանիկան ընդունեի մեջ, եթե ես ընդունեի չէր լինելու ոչինչ, որտև ինձ ատկազ են տվել, ես կհավատայի այդ ատկազին,
Բայց ես ասեցի չէ Տեր, վերջի խոսքը քոնն է, ես գիտեմ իմ Աստված, առաջնորդիր ինձ, ես պետք է իմ ճակատը այս ժողովրդի ճակատից պինդ լինի, ես պետք է հավատքով անցնեմ, որպեսզի կարողանամ շատերին օգնել, որ հավատքը գործում է։ Եվ տեսնում է Աստծո պատասխանը։ Ամեն, այս կինը, այսի մեզանից բեթարա, սրա գլուխը էլ ինչ չբերեց մեր Տերը, լավ արեց։ Գիտեք ինչի, սրա հավատքը ավելի էր բարձրանում, ինչքան Տերը իրան, հասկանում եք, կանգնեցնում էր, այսպես ասենք, բայց Տերը ուրախանում էր։ Ես այս պատմությունը, որ կարդում եմ, ասում Հիսուս, հետարքիր է, քո սրտի մեջ ինչ էր կատարվում այդ վաղտ, որ դու սենց տենում էր այս կինը հավատքով, դե հիս տիրոջն էր հավատքում, ուրախություն։ Տերը ուրախանում էր, բայց ցույց չէր տալիս։ Տերն ասում էր մեկը, ես գիտեմ հույսն ու ապագան քո համար, իմ խորհուրդները ես գիտեմ, որ վերջում ես քեզ տալու եմ, բայց դու պետք է էլի անցնես, էլի իմ հետ։ Հալելույա։ Ումա դուր գալի հավատքը։ Հավատք։ Ամեն։ Հալելույա։ Գիտեք, ես մեռած հավատքի մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ կենթանի հավատքի մասին, որ կենթանի հավատքի մեջ քո Աստված, քո հետ շարժվում է քեզ, գործում է, առաջնորդում է, տանում է առաջ, քո թևերը բարձրացնում է հավատքի մեջ, քեզ ուժ է տալիս, ինչի համար, որպեսզի դու տեսնես, որ հավատքի զորագլուխը քնած չի, ննջած չի, այլ քո հետ անցնում է առաջ։ Ամեն։ Հալելույա։ Որտեղ կա ճշմարիտ հավատք, այնտեղ Հիսուս Քրիստոսը անձամբ քո հետ է անցնում։ Անձամբ կարաս սկի չմտածես, տեսնում ես, չես տեսնում, քեզի զգացմունք է տալիս, ձեռդ կպցնում, դրան կարաս չնայես։ Քո հավատքը կենթանի է, ինքը քո հետ անցնում է քո դժվարություններով։ Ամեն։ Հալելույա։ Եվ այսպես, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հիմա նայեք, այս կինը մի հատ լավ, այսպես ասած, ուդար զաուդարım, հարվածը հարվածքի հետևից, ես եկել եմ ընկել եմ քո ոտերին, գրկել եմ, գոռում եմ, Դավթի որդի, հեթանոս հալով, Դավթի որդի, լսի իմ աղոթքը, տես իմ հավատքը, բժշկի իմ աղջկան, դու կանգնել ես ձեն չես հանում Տեր, էդի առաջի ուդարներ, հարվածներ, սենց ասած, որ այդ կինը ստացավ իրա հավատքի մեջ։ Նայեք երկրորդ հարվածը ինչ հետաքրքիր էր, առաջինից ավելի հետաքրքիր է։ Ուրեմն նայեք, Մատթեոս ավետարան 15-ի 23 ուժը եւ նրա աշակերտները մոտ գալով աղաչում էին նրան եւ ասում, Հիսուսն իր աշակերտների հետ էր, եւ ասում, արձակիր դրան, որովհետեւ մեր հետևից աղաղակում է։ Լսում եք, Հիսուսի աշակերտները հավատացյալ, Հիսուսի հետ գնում են, ու ասում են, լսի դրան արձակելի, խնդրում ենք, ինքը մեր հետևից գորգռոցը դրել է, ես պատկերացնում եմ, ոնց էր այդ կինը գոռում, գոչում, հալելույա, արձակիր դրան, սա մեզ խանգարում է, նայեք, Հիսուսի աշակերտները մի հոգի չկար, որ ասել Հիսուս, ես բարեխոս եմ այս կնոջը, իրոք իմ սիրտը ցաված իր համար Հիսուս, երբեմն մենք այտենց ենք անում, Հիսուսի աշակերտների նման, երբեմն, արձակիր դրան, մեր գլխից հեռացրու դրան, խնդրում եմ, լիժբը մենք սրա ձենը չլսենք, այստեղ Հիսուսը տեսնում էր իր աշակերտների սիրտը, Հիսուս մտածում էր իր մեջ, լավ նյուժելի, մեկն ու մեկդ, միած սենց մոտենակ էդ կնոջն ու ասեք, ամրապնդվիր հավատքով, որովհետև մեր Տերը քեզ կտա, զորացիր հավատքի մեջ, որտեղ մեր Տերը կենթանի է, ոչ ոք չէր շրջվում Հիսուսին ասել, Հիսուս, խնդրում ենք, այս կնոջ հավատքը լավն է, պատասխանիր իրան, արձակիր դրան, թող մեր գլխից գնա, մենք սրա ձայնը չենք ուզում էլ լսել, եկեք չլենք տենց աշակերտ Հիսուս Քրիստոսի համար, այլ ընդհակառակը այդ պահերին օգնենք, այդ պահերին բարձրացնենք իրար թևեր հավատքի, այդ պահերին աղոթենք իրար համար, այդ պահերին բարեխոսենք իրար համար, այդ պահերին ասենք Հիսուս, օրնիր ես քույրիկին, Հիսուս օրնիր ես եղբորը, Հիսուս օրնիր իմ եկեղեցին, Հիսուս օրնիր նա հավատքի ճանապարհ է անցնում, Հիսուս, դա շատ կարևոր է,
այդ պահին մեր Տիրոջ համար եւ տվյալ անձնավորության համար, ով որ անցնում է հավատքի հաղթական ճանապարհները։ Սա երկրորդ հարվածն էր այս կնոջը։ Հարկասու գնում ենք առաջ, բայց նրա հավատքը ավելի բարձրանում էր։ Ամեն։ Ես հավատում եմ, որ այդ հավատքը զարմացնում էր մեր Տիրոջը։ Ես հավատում եմ, որ ինքը կանգնած տեղը զարմանում էր։ Տեր ասում էր, հայր, այս ինչ հավատք է, այս կնոջ հավատքը։ Աշակերտները մի կողմից, ես մի կողմից, բայց նրա հավատքը չէր լռում։ Նրա հավատքը շարժվում էր եւ գնում էր առաջ մինչեւ իր հաղթանակը։ Եվ նա պատասխան տվեց եւ ասաց 15:24. Ես չեմ ուղարկվել, եթե ոչ Իսրայելիտան կորած ոչխարների մոտ։ Երրորդ հարվածը։ Նայեք, հավատքի ճանապարհ է գնում։ Տեր, դու ինչ ես անում։ Ինչի համար իմ Աստված, նա բարձրացնում էր նրա հավատքը։ Տերը բարձրացնում էր նրա հավատքը։ Ես չեմ եկել այդ կնոջն ասեց, քո համար։ Ես եկել եմ Իսրայելի տան համար։ Իմ ոչխարների համար եմ եկել, բայց ոչ թե քո համար եմ եկել։ Բայց այս կինը չի, նրա հավատքը չի մահանում։ Նրա հավատքը չի ննջում։ Նրա հավատքը չի քնում։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Պատկերացնում եք Տիրոջ պատասխանը ինչն էր այս հավատքի մեջ։ Ոչ մի բան առայժմ, ոչ մի բան։ Բայց Տերը գիտեր իր խոսքը։ Հովհաննեսի ավետարան 10:16 ես ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որ այս գավիթից չեն, եւ նրանց պետք է բերեմ եւ իմ ձայնը կլսեն։ Ես հավատում եմ, որ այդ պահին որ Տեր այդ կնոջ հետ խոսում էր, ասում էր, ես եկել եմ Իսրայելի ոչխարների համար, ոչ թե քո, բայց այդ պահին իր խոսքը իր մեջ կար, Տեր, ես ուրիշ գավիթից էլ ունեմ ոչխարներ, որ իմ ձայնը կլսեն, որ կհավատան ինձ, այդ կինն էր։ Հիսուսի սրտի մեջ սավսեմ ընդհանրապես ուրիշ բան էր կատարվում։ Բայց նա ուզում էր նրա հավատքը զորացնել, բարձրացնել նրա հավատքի թևերը։ Նա ուզում էր շարժեր, նա ուզում էր բարձրացնել վեր նրա հավատքը։ Գիտեք, սա իր աշակերտների համար էր մեծ օրինակ էր այս կնոջ հավատքը։ Ես հավատում եմ, որ դրանից հետո իրանք շատ տեղեր են պատմել, շատ տեղեր են նստել Հիսուսի հետ հիշել, մեկնաբանել, ասել, գովաբանել այդ հավատքը։ Հավատք։ Հավատքը տեսնում է պատասխան, ամեն։ Հովհաննեսի 1:12 եկավ իրայինների մոտ, իր ժողովրդի մոտ։ Իրայինները չընդունեցին։ Տոյս հավատքի տեսակետից իր ժողովուրդը չընդունեց Հիսուսին։ Ու Աստծո խոսքն ասում է, եւ ովքեր որ նրան ընդունեցին, նրան տվեց իշխանություն լինելու Աստծո որդիներ։ Այդ կինը այդ օրը ստացավ իշխանություն լինելու Աստծո որդի։ Ինչի՞։ Որովհետեւ նա ընդունեց Տիրոջից։ Նա ընդունեց այդ օրը շատ բան։ Նա տեսավ Տիրոջ աչքերի մեջ։ Նա ընդունեց Տիրոջից ամեն մի օրհնություն այդ օրը։ Այդ օրը նրա օրհնության օրն էր, որտեղ նա ընդունեց եւ Տերը տվեց նրան իշխանություն լինելու Աստծո որդի։ Ամեն։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, գնում ենք առաջ։ Այսի քո հավատքի этаպներն են։ Գիտես ինչ, հավատքը կարող է լինի քո հավատքը։ Մի քանի ամիս դու անցնում ես մի բան, աղոթում ես, հավատում ես, չես կանգնում, գնում ես, նորից նստում ես, նորից բարձրանում ես, նորից գնում ես, բայց դա չի նշանակում, որ Տերը դադարացնում է այդ ճանապարհը, այդ աշխատանքը։ Ամեն։ Մենք պետք է գնանք ու չհոգնենք։ Սիրելի Աստծո ժողովուրդ, չհոգնենք։ Հալելույա։ Շարունակում ենք հավատալ ու գոչել Աստծուն։ Ծննդոց 32:26 Երբ որ Հակոբը Աստծո հրեշտակի հետ մենամարտի մեջ էր, ասեց չեմ թողնի, մինչև ինձ չորնես։ Նայեք, շատ անգամ Աստված այտենց հավատք է ման գալիս, որ ասես Տեր, չեմ թողել իմ աղոթքները, իմ հավատքը չեմ թողելու, մինչև որ ինձ չորնես։ Նայեք, այդ մարդիկ տենց են գնացել հավատքի ճանապարհները, դրանք մեր կյանքի օրինակներն են։ Չեմ թողի Տեր քեզ, մինչև չորնես։ Չեմ թողի մինչև եմ երեխուն չբժշկես։ Չեմ թողի Տեր ջան, մինչև չանես այս բանը, ինչ որ դրել ես իմ սրտի մեջ։ Չեմ թողնի Տեր, մինչև վերջ պատրաստ եմ գալու քո հետ, տեսնելու հավատքի պատասխան։ Հալելույա, հալելույա։ 15:26
Տեր օգնիր ինձ։ Նայեք, ինքը շարունակում է, ինքը չի դա։ Դուք պատկերացնում եք ինչա կատարվում։ Մենք այս պատմությունը 5 րոպեում, 3 րոպեում կարդում ենք, անցնում ենք առաջ, բայց դուք նայեք ինչա կատարվում այս պատմության մեջ։ Նորից Տերն ասում է, Տիրոջն ասում է, Տեր օգնիր ինձ։ Սաղմոս 23, Տերն իմ հովիվն է, եւ ես ոչ մի բանի կարիք չեմ ունենալու։ Այդ կնոջ սրտի մեջ էդ էր, դու իմ հովիվն ես։ Ես չեմ ունենալու ոչ մի բանի կարիք։ Ես քեզ գոչելու եմ, ես հավատալու եմ, ես կպնելու եմ քեզանից, իմ բոլոր ճանապարհներում ես կախված եմ լինելու քեզանից։ Ինչու՞, որովհետև դու չես մերժում իմ հավատքը։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ 15:26 նա էլ պատասխանեց եւ ասաց. լավ չէ։ Նայեք, վերջի ամենամեծ հարվածը լավ չէ Տերն ասում է։ Երեխաների ձեռից հացն առնել եւ շներին գցել։ Նայեք ինչ է անում այս կնոջը։ Բոժե մոյ։ Տեր Աստված։ Եկանք հասանք այն բանին, որ Տերը կարող է մարդուն այտենց խոսք ասի։ Լավ չի։ Երեխաների ձեռնից հացը, ասեք հացը դա բժշկություն է Աստծո խոսքի մեջ։ Հացը վերցնեմ, որտեղ ինքը եկել էր բժշկության համար իր աղջկա։ Եվ տամ շներին։ Օ, Տեր Աստված, այստեղ ինձ թվում էր, որ այս կինը պետք է ասեր, դե բավական է արդեն։ Ես գնացի։ Դու ինձ չհասկացար, դու ինձ չպատասխանեցիր, դու չուզեցիր, որ իմ աղջկան բժշկել։ Նայեք, այսինքն խոսակցություններ շատ կա։ Տերը ինչ տվեց, Տերը չուզեց, Տերը չարեց։ Նա ասեց, այո, Տեր, դրան եմ համաձայն։ Շներն էլ իրենց տերերի փշրանքներն են ուտում։ Դրան եմ համաձայն, Տեր։ Նայեք, ինչ կարող անի առողջ հավատքը, ճիշտ հավատքը մեր Տեր Հիսուս Քրիստոսով։ Ինչ կարող անի, վերջ։ Տերը հասցրեց այս կնոջը այն հավատքի գագաթնակետին, որպիսի պատասխանի այս կնոջը։ Յուրաքանչյուրս ունենք հավատքի գագաթնակետ։ Ես ձեզ ասեմ, որ դուք իմանաք, միգուցե այսպես չէ։ Ես չեմ ասում, որ դուք անձամբ կլսեք, որ Տերը ձեզ շուն կասի։ Ես չգիտեմ ինչ կասի Տերը ձեզ։ Բայց յուրաքանչյուրդ ունեք հավատքի գագաթնակետ։ Յուրաքանչյուրդ պետք է բարձրանաք։ Հիշում եք Աբրահամը, երբ որ տանում էր զոհ, նա բարձրանում էր այդ սարը։ Նա օրեր բարձրացավ, նա բարձրանում էր իր հավատքի գագաթնակետի սարը։ Յուրաքանչյուրս պետք է բարձրանանք։ Ես չեմ սիտուացիան բարդացնում։ Ես ասում եմ, որ մենք յուրաքանչյուրս ունենք էտապներ եւ յուրաքանչյուրս ունենք քայլեր հասնելու մեր հավատքի գագաթնակետի ստացմանը։ Ամեն։ Ալելույա։ Եվ այսպես այս կինը ստացավ այն, ինչ որ այս կինը, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, նա սպասելիքներ ուներ մեր Տիրոջից։ Հալելույա։ 15:26 այո Տեր, սակայն շներն էլ իրենց տերերի սեղաններից ընկած փշրանքներն են ուտում։ Սա վիրավորվածություն չէր, սա հավատքի զորությունը բարձրացնելու նշաններ ու հրաշքներ էին։ Նա բարձրացրեց իր հավատքի զորությունը նշաններով ու հրաշքներով։ Նա իր մեջ ուժ գտավ իր հավատքը բարձրացնելու Տիրոջ աչքի առջև։ Զարմանում ենք, չէ՞ երբեմն, այս ինչ մարդիկ են եղել, հեթանոս, չճանաչող ասուն, այս ինչ մարդիկ են եղել, բայց նայեք ինչ առողջ մտածելակերպ ու առողջ հավատք ունեցել այս կինը իր մեջ, ստանալու Տիրոջից այն ինչ որ ինքը խնդրում է։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հալելույա։ Եվ նայեք Աստված ինչ է ասում, վերջապես գալիս է ասում այն պահը, որ Աստված օրնում այս կնոջ։ Այն ժամանակ Հիսուսը պատասխան տվեց եւ ասաց նրան. «Ով կին, մեծ է քո հավատքը, քեզ լինի ինչպես ուզում ես»։ Եվ նրա աղջիկը բժշկվեց նույն ժամից։ Այս կինը վերցրեց իր օրհնությունները։ Նայեք ինչ խոսքեր, մեծ է քո հավատքը։ Նա զարմացավ, Հիսուսին զարմացրեց իր հավատքով։ Ով կին ասում է, մեծ է քո հավատքը։ Հիմա արդեն ինչի համար որ եկել ես, ես օրհնում եմ քեզ։ Կա պահ, որ մենք հավատում ենք, կա ժամանակ,
որ Աստված պատասխանում է։ Մենք չպետք է այդ ժամանակները խախտենք, խառնենք, մենք չպետք է այդ ժամանակները հասկանում ես առաջ դնենք։ Շատ հաճախ մենք առաջ ենք դնում մեր ժամանակը, բայց Տիրոջ ժամանակը մնում է հետ մեր կյանքում, մեր ճանապարհներին։ Ոչ, կա պահ, որ վերջում մենք գիտենք Աստվածախոսքն ասում է վերջի խոսքը մեր Տիրոջն է։ Այդ վերջի խոսքին սպասեք։ Միգուցե քո հավատքը դու մի օրում պետք է հավատաս եւ ստանաս։ Միգուցե մի ամսում դու պետք է անցնես այս հավատքի ճանապարհը, որպեսզի այս հավատքի ճանապարհի մեջ խոնարհվես քո Աստծուն, երկրպագես քո Աստծուն, որպեսզի հասկանաս, ավելի մոտենաս քո Աստծուն։ Աստված աշխատում է մեզ հետ մեր հավատքի յուրաքանչյուր ճանապարհների մեջ։ Ամեն։ Միշտ երբ որ դու հավատքի ճանապարհ ես գնում, որ մի բան ստանաս, սենց ասա. Տերը եւ ես։ Էսի մենակ իմ ճանապարհը չի։ Այս երկու ճանապարհը, երկուսից ճանապարհն է։ Իհարկե կողքից աշակերտներ կհանդիպեն քեզ, կողքից կասեն ձենդ կտրի, կողքից շատ բաներ կտեսնես, բայց իմացի այս ճանապարհի մեջ շատ կարևոր երկու հոգի կան։ Առաջինը Տերն է, երկրորդը դու ես։ Գնա քո հավատքի ճանապարհը մինչև վերջ։ Գնա անցիր, վերցրու ճնշիր են ինչը որ սատանայից է, անցիր առաջ, վերցրու քո հավատքի օրհնությունները Տիրոջից։ Ամեն, հալելույա։ Գիտեք, այս պատմությունը մի փոքր պատմություն է, բայց այնքան խորը բաներ է մեզ բացում այս պատմությունը։ Սենց կարդացիր, դե ասեց շուն, դե ասեց դե լռեց, սենց էլի վիրավորեց ու անցանք առաջ, ոչ, սա մեծ խորություն կա հավատքի ուսուցման մեջ մեր կյանքում։ Սա սովորացնում է մեզ ճշմարիտ ձևով հավատալ։ Հալելույա։ Ձեր հավատքի պես թող լինի ձեզ։ Մի օր Հիսուսը կույրերին ասեց, ձեր հավատքի պես թող լինի։ Մեր հավատքը պետք է, նայեք ինչ ունի Տերը մեզ ասելու։ Քո հավատքի պես թող քեզ լինի։ Նայ հիմա տես ինչքանով ես դու հավատում։ Այդքան էլ այդ չափով էլ մեզ պետքա տրվի մեր հավատքի մեջ։ Այդ չափն է Տերն ասում, քո հավատքով թող քեզ տրվի։ Շատ անգամ Տերն ասում է հավատում ես, դե թող այդ հավատքով էլ քեզ տրվի։ Դրա համար մեզ պետք է արդար մաքուր ոսկի մեր հավատքի մեջ, որպեսզի մեր հավատքը բովված լինի, անցած լինի, լավ այդ ոսկու ճանապարհով, որպեսզի մենք կարողանանք իրոք հավատքի ճանապարհով ձեռք բերել են ամեն ինչը, ինչ որ Աստված արդեն ունի քո համար։ Հալելույա։ Եվ այսպես մենք գնում ենք մի փոքր էլ առաջ, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Շատ ժամանակ մենք մտածում ենք Տիրոջ բժշկությունը դանդաղում է, կանգնում է, բայց ես ձեզ ասեմ, մենք պետք է գնանք մինչև վերջ, որպեսզի կարողանանք Տիրոջ բժշկությունը մեր հավատքով վերցնենք։ Հալելույա։ Եվ Աստված չի կարող մերժել ոչ մեկիս հավատքը, հավատացեք, եթե դու ճշմարիտ ձևով հավատում ես, Աստված քեզ մինչև վերջ պետք է տանի։ Ես քեզ գիտես ինչ խորհուրդ եմ տալի։ Շարունակի հավատալ, աղաղակել, աղոթել Տիրոջ առջև։ Ու դու կտեսնես այն օրհնությունները, որ Աստված իրոք պահել է քեզ համար։ Գիտեք, ես ուզում եմ մի կարճ, մի փոքր, մի բան էլ մի ուրիշ մարդու մասին ասեմ, որի մասին որ երբեք ես քարոզ չեմ լսել, ես չեմ հասկացել, որ այդքան տարիներ կարդում եմ այդ մարդկանց մասին եմ կարդում։ Ես ուզում եմ մի փոքր խոսեմ Մովսեսի հորն ու մոր հավատքի համար։ Դուք լսել եք sense քարոզ Մովսեսի հորն ու մոր։ Դուք գիտեք, որ Աստվածաշնչում 11-րդ գլխում Մովսեսի հորն ու մոր հավատքից խոսում է, բայց մենք շատ անգամ կարող չենք էլ տեսել էտի։ Եկեք մի հատ բացենք 11-րդ գլուխը ու ես ուզում եմ մի բան, մի պահ, որ մենք հասկանանք ինչքան կարևոր է ճիշտ հավատքը մեր երեխաների կյանքում, այն ինչը որ դնում ենք, մեր բարեկամների, մեր մոտիկների, մեր ծնողների կյանքում, այն ինչը որ մեր հավատքն ենք դնում դրա վրա։ Եկեք բացենք մի հատ այդ գլուխը, շատ հոյակապ տեղը Եբրայացիս, այո, 11-րդ գլուխ 23-րդ խոսքից, նայեք ինչ հետաքրքիր խոսք ասում, հավատքով Մովսեսը, երբ որ ծնվեցավ, նայեք, ստե Մովսեսի հավատքից ընդհանրապես ապոստոլը ոչ մի բան չի գրում, բայց մենք գիտենք Մովսեսի մասին է գրում, տարիներ շարունակ, ես մտածել եմ էսի Մովսեսի հավատքի մասին է, էսի Մովսեսի հավատքի մասին չի, նայեք ում հավատքի մասին է։ Հավատքով Մովսեսը երբ որ ծնվեցավ, 3 ամիս թաքում պահվեցավ,
իր ծնողների ձեռքով, լսում եք, վասնզի տեսան, թե մանուկը գեղեցիկ էր եւ չվախեցան թագավորի հրամանից։ Նայեք, հավատքով ստե խոսում է Մովսեսի ծնողների մասին, որ Մովսեսի ծնողները հավատք դրեցին Մովսեսի վրա, որ չվախեցան, որովհետև այն ժամանակն էր, որ Իսրայելի ժողովուրդը շատ մեծ կոտորածով անցնում էր։ Այն ժամանակ, երբ որ Հովսեսի ժամանակով էր, թագավորը Փարավոնը հարգում էր Իսրայելի ժողովրդի կյանքը, Իսրայելի ժողովրդին Հովսեփի խաթր։ Բայց այս ժամանակ Հովսեփը չկար, արդեն 60 տարի անցած էր, եւ մի թազա թագավոր եկավ եւ ասեց վախեցա, որ Իսրայելի ժողովուրդը ավելանում են, շատանում են, այդ թագավորը Հովսեփին չէր ճանաչում, Հովսեփը իրան հետաքրքրել չէր։ Եվ ասաց սրանց արուներին սպանեք։ Սրանց արու երեխեքը պետքա սպանվեն, որովհետև այս ազգը ուժեղ աճում են։ Վախեցա, որ միգուցե մեր թշնամիների հետ միաբանվեն եւ հարձակվեն մեր վրա այս Իսրայելի ժողովուրդը։ Եվ նա մակաբարձներին ասում էր, եթե կտեսնեք տղայա ծնվում, սպանեք տեղում։ Բայց փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Նրանք չէին սպանում։ Ինչ էր անում սա։ Ասում էր գետը գցեք։ Կար Եգիպտոսում Նիլա գետ, Նիլա։ Այդ գետն են գցում տղա երեխաներին ասու փառքը։ Տղամարդիկ դա ասու փառքն են, ամեն։ Գցում են որպես կոկորդիլոսներին կեր։ Նայեք, ինչ ժամանակաշրջանում Մովսեսի հայրն ու մայրը ինչ հավատք են դրել, որովհետև սա նրանց կյանքի վրա էր ազդում, նրանց էլ կվերացնեին, որ իմանան երեխային թաքցրել են։ 3 ամիս, ասում նրանք հավատքով տեսան, որ երեխան սիրուն էր, 3 ամիս պահեցին։ Շատ վատ դժվար ժամանակամիջոցում շատ մեծ հավատք դրեցին Մովսեսի հայրն ու մայրը։ Ես ուզում եմ իրանց անուններն ասեմ, կան Աստվածաշնչում, բայց էլի մենք չենք տեսել։ Հոր անունը Ամրամ էր, մոր անունը Հոքաբեդն։ Դա ելք 6:20-ում ագրված։ Եթե ուշադիր կարդաք կտեսնեք, որ նա ասում է նրա ծնողներն են։ Նայեք ինչ արեցին։ Սրանք վերցրեցին մի հատ տապանակ, ղամիշի, պապիրուսի, սարքեցին մի հատ տապանակ, երեխուն դրեցին մեջը։ 3 ամիս հետո ձութեցին այս տապանակը եւ երեխուն իջացրեցին այդ գետի վրա։ Այդ ինչ արեցին իրանք։ Նրանք գետին չէին հանձնում երեխային, նրանք հանձնում էին ասուն։ Դրանց հավատքը կար այդ տապանակի մեջ։ Մովսեսը ժեզլով բացեց ծովը։ Սա նրա ծնողների հավատքն էր նրա վրա։ Սիրելի ծնողներ, ես խոսում եմ ձեզ հետ։ Սա նրա ծնողների հավատքն էր։ Երբ որ Փարավոնի աղջիկը բացեց եւ գցեց ջրի վրա, նշանակում է Մովսես նշանակում է ջրից դուրս եկած։ Երբ որ Փարավոնի աղջիկը բացեցին այդ տապանակը, այսինքն այդ կարզինան ռուսերենով, նա խղճաց այդ հավատքը, որ այդ տապանակի մեջ կար, կպավ նրա խղճին, կպավ նրա սրտին, որովհետև Աստված պլաններ ուներ Մովսեսի վրա իր ծնողների հավատքով։ Հավատք։ Սա մեծ հավատք էր, որի մասին ես չեմ լսել։ Մեծ հավատք ուներ։ Նայեք իրանց հավատքը։ Եվ հետո Մովսեսի քույրը այնպես արեց, որ իր մորը տարավ, որ կաթ տար։ Նայեք այս հավատքը, նայեք ես խոսում եմ հավատքի զորություններից, որ դա անհնարին բան էր։ Գնաս Փարավոնի աղջկա մոտ ու ասես տուր երեխային, որ կաթ տա։ Տեսնում եք ինչ էր կարող անի հավատքը։ Եվ ասում եմ ինչև մեծանալը, նայեք, երեխին մոր մոտ նա եղել։ Ինչ է կարծում, ինչ արել վաղտմերը։ Աբրահամի մասին է պատմել, Իսահակի մասին է պատմել, բոլոր պատմությունները հավատքով տեղավորել է իր երեխու մեջ։ Ինչի համար? Որովհետև Աստված մեծ պլաններ ուներ Մովսեսի կյանքում։ Նա պետք է հաներ Իսրայելի ժողովուրդը, նա պետք է փրկեր Իսրայելի ժողովրդին հավատքով, ասեք հավատքով։
մի դրեք հավատքի զենքերը, սատանան ուզում է, որ մենք լինենք գոլ քրիստոնյա, լցվենք այդ կինոներով, այս սերիալներով, սովորենք ամեն մի կեղտոտություն աշխարհից։ Երիտասարդներ, լսեք ինձ, լսեք, մի հատ բարձրացրեք ձեր ձեռքերը։ Գիտեք, մի օր իմ փուչուր տղան ինձ ինչ ասեց, Իսակը, մամ ջան, այստեղ վատ բան չկա, ուզում ես մի հատ լավ սերիալ տամ նայես։ Յասի, էս էլ իմ վերջի մեղքն ու փորձություններ։ Մամա, այնտեղ չեն համբյուրում իրար, գիտես։ Այնքան կուլտուրնի են, անես լավ շորեր են հագնում։ Լսեք, սատանան գիտի արդեն, ոնց բռնի մեր ուղեղից, մտքից։ Հավատքի զորությունից եմ խոսում։ Ոնց լվա մեր ուղեղը, որ Աստծո խոսքը լսենք ու չլսենք, կարդանք ու չկարդանք, հավատանք ու չհավատանք։ Լսում եք ինձ։ Սերիալ, լավ բաներ, նայեք, հավատքի զորություն։ Ես ձեզ գիտեք ինչ, կրոնական բաներ չեմ պատմում հիմա, ես ձեզ ճշմարիտ կենդանի հավատքից եմ պատմում, որ ինքը գործում է։ Как раз կրոնական հավատքը չի գործում, մեռած կրոնը, մեռած հավատքը вообще չի գործում։ Ես հավատում եմ, դա հենց как раз տիկի հավատք չի։ Հավատքը ունի քայլեր, էտապներ, լավ աստիճաններ, Աստծո խոսք, ո՞տ հավատք։ Դրա համար ինչա պետք։ Ժամանակ։ Տրամադրեմ ժամանակ, խնդրեմ Աստծո խոսք, կարողանամ հասկանալ, նորից չհասկանալ, նորից խնդրեմ, նորից չհասկացա, նորից գնամ։ Սա հավատքի էտապներն են։ Հավատքի քայլերն են, որը որ տեսնում է պատասխան։ Այս մարդիկ հավատացին իրանց երեխու կյանքում։ Այս դժվար ժամանակամիջոցում, այս սպանության, ազգության սպանության ժամանակամիջոցում, բայց նրանք ասացին ոչ, մեր հավատքը գործող է, ոչ, մեր երեխան պետք է ապրի, ոչ, միգուցե շատ երեխաներ մեռան, դարձան կոկորդիլոսների կերակուրներ, բայց մեր հավատքով մեր երեխան պետք է ապրի, մեր հավատքով մեր երեխան պետք է լինի Աստծո կամքը։ Են էլ որտեղ ընկավ Մովսեսը, թագավորի պալատ, այ քեզ բան, թագավորի պալատ, որ պետք է այնտեղ ինքը ամեն բան սովորեր, ամեն մի գիտությունները ճաշակեր, այս սաղ իրա ծնողների հավատքի զորությունն է, ծառայողներ, բոլորդ էլ ծնող եք, ծնում ենք մենք, ասում մենք բոլորս ծնում ենք նոր հոգիներ Աստծո խոսքով, մեր հավատքը շատ պետք է այդ մարդկանց, եկեք մեր հավատքը ամեն տեղ դնենք, ամեն տեղ դնելով քո հավատքը դու Տիրոջը տալիս ես, թույլ ես տալիս, գա իր զորությունը եւ աշխատի այդ հավատքի մեջ, յուրաքանչյուր տեղ որ դու հավատք ես դնում, այդտեղ Տիրոջը պլան ունի, այդտեղ Տիրոջը գործ ունի, հետագայի համար, յուրաքանչյուր տապանակ, կարզինա, որ դու ունես, բացի երեխայի լացից, դիր քո հավատքը դրա մեջ, որովհետև պետք է օրերից մի օր դա բացվի ու դառնա մեծ, զորավոր պատասխան քո հավատքով։ Ամեն։ Աստված օրհնի մեզ։ Ես գիտեմ, որ շատերը այսօր ընտրություն կատարեցին։ Գիտեք, հավատքը ընտրություն է, ուզում եք ձեզ ճիշտը ասեմ։ Դու կարող ես չհավատալ, կարող ես ապրել նենց ոնց որ աշխարհը, հիմա մենք սենց միած սենց խոսակցություն, ինչա աշխարհում վատ են ապրում, լավ էլ ապրում են, գիտես, մենք պետք է միշտ գնանք հակառակ այս աշխարհի նիլագետին, ոչ թե գնանք աշխարհի Իջենյայով, ոնց որ նրանք են գնում, մերը միշտ հակառակ է, հիշեք, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, դնենք մեր հավատքը, հավատանք մեր հավատքին, հավատանք մեր զորագլուխ Հիսուս Քրիստոսին, հավատանք այս զորավոր մարդկանց կյանքին, ովքեր որ գնացել են, ովքեր որ հաղթել են, ովքեր որ հավատացել են, ովքեր որ տեսել են Աստծո զորավոր ձեռքը իրանց հավատքների մեջ։ Գիտեք, ես միշտ ասում եմ, այս Եբրայացիս 11-րդ գլուխը հավատքի զորավորների կյանքում շարունակվում է, դա մենք ենք։ Եվ Աստված գիրք է գրում քո համար։
Այս հերոսները, երբ որ վերջանում են 11-րդ գլխում, ձեր անուններն է սկսվում գրվել, ձեր հավատքի անունները։ Եվ դուք դասվում եք այս հավատքի հերոսների շարքում։ Եբրայեցիս 11-րդ գլուխը շարունակվում է մեր կյանքում, որովհետև հավատքը երբեք չի մեռնում։ Հավատքը երբեք չի վերջանում։ Հավատքը երբեք չի թուլանում։ Հավատքի չկա գերեզմաններ, որ մենք թաղենք։ Հավատքը Տիրոջ զորությունն ու խոսքն է։ Հավատքը Տերն է, որտեղ նա ասեց՝ ունեցեք Աստծո հավատքը։ Աստծո ժողովուրդ, ես օրհնում եմ ձեզ։ Թող ձեր հավատքը լինի գերազանց հավատք, ինչպես այս կինն արեց։ Նա անցավ կյանքի բոլոր ճանապարհները, ինչպես Մովսեսի հայրն ու մայրն արեցին, հավատալով, որ Աստված խոստացել է։ Ամեն, յուրաքանչյուր խոստմունքներ, ինչը որ կա մեր կյանքում, եկեղեցում, Աստվածաշնչից, դա մենք կարող ենք մեր հավատքով ստանալ Տիրոջից։ Յուրաքանչյուր խոստմունք, որտեղ այդ խոստմունքի վրա կա Տիրոջ օրհնությունն ու հավատքը, այդ խոստմունքների մեջ կա Տիրոջ ձեռքը, այդ խոստմունքների մեջ կա Տիրոջ հայտնություններն ու մեր հավատքը։ Աստված ուզում է, որ մենք ճեղքենք, անցնենք առաջ ու մեր հավատքը միշտ լինի մեր Տիրոջ կողքին։ Ամեն։